Երևանյան Կարմիր Քիշմիշ, Էրեբունի, Շահումյան, Արմենիա։ Արևիկում 200 հեկտար սեղանի խաղող են աճեցնում, 12 տեսակ, մեկը մյուսից լավ է։ Արևիկցիները միայն վրացիներին են իրենց մրցակից համարում։ Դրա համար էլ ասում են վրացիները մաքսային գները բարձրացրել են, դժվարացրել են մեր խաղողի մուտքը իրենց երկիր։ Մերոնք էլ նոր շուկաներ են գտնում։ Պետք է արտահանման հարցը ավելի լավ լուծվի։ Արտահանողներին ավելի մեծ հնարավորություններ տան։ Ծիրանի ռաստամոշկեն ավելի էժանակ հանձնե խաղողի։ Եթե մենք կարողանանք ստեղծել նաև ճանապարհային այնպիսի պայմաններ, որ նույն պայմաններով նույն ապրանքը հասնի տեղ, ունենանք ճանապարհ, հաստատ առաջինը հայկականն է լինի։ Փորձառու խաղողագործ Չկալովը հաշվում է ծախսերը։ Այս անգամ եկամուտը մեծ չի լինի, փոխարենը խաղողը ընտիր է, ուրախանում է գյուղացին։ Խաղողագործությունից հրաժարվել չի պատրաստվում։ Եթե արևիկցուց երկը մի 1000 մետր հող է ընկնում, նա անպայման բաղ է տնկում, տարածքներ ընդարձակում են։ Վրաստանի հետ մրցակցությունը թասիբի է գցել արևիկցիներին։ Փոքրից մեծ խաղողի գործ են անում։ Նույնիսկ խաչասերմամբ նոր տեսակ են ստացել՝ Էրեբունի։ Գյուղում խաղողով են ապրում։ Լցնում բյուջեն, փոսերը, քաշում գազ ու ոռոգման ջուր։ Արտադրված բերքից գոյացած եկամուտները դա նորից հետ է վերադարձում մեր համայնքի բնակիչներին տարբեր նպատակներով։ Ձեռք ենք բերենք պոմպ, որը գոնե կնպաստի 40-ից 50 հեկտար հացահատիկ ցանելու համար, աշնանացան ցանելու համար։ Հայ-վրացական խաղողային պատերազմում ով կհաղթի արևիկցիները չգիտեն։ Կարևորը ծանր հրետանին Կարմիր Քիշմիշը աճում է միայն մեր հողում, մեր ջրով ու արևով։ Ամենտեղ եթե այլ մենակ Հայաստան ունի այս Քիշմիշը։ Ամենաշատը Արևի գյուղին։ Կարինե Վարդանյան, Էդվարդ Չախալյան, ժամը լրատվական, Արմավիր։